Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 29-ին ստորագրել է երկրի աշնանային զորակոչը մեկնարկելու մասին հրամանագիրը, որի շրջանակում կզորակոչվեն 18-ից 30 տարեկան 135 հազար տղամարդիկ։ Ռուսաստանում զորակոչ իրականացվում է տարին 2 անգամ՝ գարնանը եւ աշնանը։ Այս տարվա աշնանային զորակոչը կտևի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Համեմատության համար նախորդ տարվա աշնանային զորակոչի ընթացքում զորակոչվել էր 133 հազար զինծառայող, իսկ այս տարվա գարնանը ըստ հաղորդումների Ռուսաստանը զորակոչել է շուրջ 160 հազար զինծառայող։ Այս մասին Օրագիր Նյուզը զրուցեց ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ, ով նշեց, որ ինքը ռուս-ուկրաինական ճակատում էական փոփոխություններ չի ակնկալում։ Լայնածավալ հարձակումների կամ լայնածավալ փոփոխությունների մասին հաստատ չի կարելի խոսել, դա տեղի չունենալով, որովհետև պատերազմի ձևերն են փոխվել, հիմա շատ դժվար է ֆրոնտը տեղից շարժել, երկու կողմներ շատ քիչ հնարավորություն ունեն լայնածավալ մեծ ռազմական ստորաբաժանումներ առաջ տալ, դա ուղղակի անհնար է այսօր։ Դրա համար այդպես լայնածավալ չեղքումներ բան հաստատ չեն լինելու։ Բայց երկու կողմներ օգտագործում են ռազմական գործողությունների ուրիշ մեթոդներ։ Հիմա ասենք Ուկրաինան տնտեսական պատերազմ օգտագործում է նավթագազային համակարգի խփելով, եւ որ Թրամփը խոստացել է նույն բանտա հետախուզություն տա էներգետիկ համակարգի մասին Ռուսաստանին, դա կարող է ազդի պատերազմի վրա։ Բայց հիմա կարելի է կոնստատացնել, որ Ռուսաստանի ամառային հարձակումը տապալվել է, չեն ասել հիմնականը իրաց նպատակներին եւ շարունակում են տենց շատ դանդաղ առաջ գնալով ահրելի մեծ կորուստներով, բայց իրանք դա ընտրել են հասկանալով ինչ են անում, դա իրանց ռազմավարությունն է։ Իրանք հույս ունեն, որ մարդաքանակում իրանք ունեն առավելություն եւ կարող են տապալել ուկրաինական ֆրոնտը եւ Ուկրաինան որպես պետություն։ Արդյոք դա կստացվի թե չէ, դա մեծ կախված է նաեւ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների դիրքորոշումներից։ Եւ Միացյալ Նահանգները ուղղակի Թրամփի օրոք շատ դժվար է ինչ-որ կանխատեսել, ինչ տեղի կունենա։ Իսկ Եվրոպան չի կարողանում դեռ հավաքվել այնքան կոորդինացիայի աջակցությունը, որ որակական փոփոխություն տեղի ունենա։ Դրա համար մոտիկա ամիսները չեմ կարծում, թե ինչ-որ փոփոխություններ կինի, կես տարի կտեսնենք այն պատերազմը, որը հիմա տեսնում ենք, երկու կողմներ տանում են այդ իզմերություններային մաշող պատերազմի ձևն է տանում եւ հակարելի ասել, որ վերջի կես տարի այդ պատերազմներով մեծ դեր են խաղում դրոնները, то есть պատերազմը դարձել է դրոնային հնարավորությունները երկրների սկսել խաղել մեծ նշանակություն երկու կողմից դա օգտագործվում է, բայց դա պատերազմի ձևերի մասին է խոսում։ Հիմնականում չեմ կարծում, որ կարող է տեղի ունենալ ինչ-որ մեծ փոփոխություններ, եթե իհարկե տեղի չունենա ինչ-որ քաղաքական կամ ուրիշ անսպասելի բաներ, ասենք Ռուսաստանում Պուտինի հետ ինչ-որ բան պատահի կամ Ուկրաինայում տեղի ունենան քաղաքական դաշտում ինչ-որ փոփոխություններ, անսպասելի, այդ ժամանակ կարող է պատերազմի ձևը եւ տեմպը արդյունքները փոխվի։ Բայց եթե ինչ մնա այնպես ինչ այսօր կա, մենք կտեսնենք այն պատերազմը, որ այսօր կա։